ասել էիք, որ պետք է մարտին հրապարակվի սահմանադրության նախագիծը, հիմա մարտն է, երբ Մարտ է, մարտին կհրապարակվի, մարտը դեռ շարունակվում է, մենք ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին, տեքստը գրեթե պատրաստ է, մենք քննարկումներ պետք է նաև սկսենք խմբակցության մեր գործընկերների հետ, այնուհետև որոշում կկայացվի հրապարակել տեքստը, բայց պետք է նկատի ունենալ, որ տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված, այսինքն մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա եւ ներկայացնի իր կարծիքը, ոչ միայն հանրությունը, այլ նաեւ մասնագիտական հանրույթը եւ նաեւ մյուս գործընկերները։ Եվ կներեք, որ ասում եք գրեթե պատրաստ է, այդ գրեթեն ինչն է, որ բաց է մնացել, եւ արդյոք այդ պատրաստի մեջ կներեք նաեւ մտնում է անկախության հռչակագիրը։ Ես ասեմ, ինչը դեռ չի քննարկվել եւ պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը, երկրորդ եւ երրորդ գլուխները գնացել ենք միավորման ճանապարհով, այսինքն դարձրել ենք մեկ գլուխ, դա նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելու քաղաքացիների իրավունքները, օրինակ առողջապահության իրավունքը եւ այլն ավելի ամրապնդվել են, այսինքն պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել այդ առումով, պատրաստ չէ եւ չի քննարկվել սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հոդվածը, կառավարության հետ կապված, կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ ունենք, որ դեռևս չեն քննարկվել եւ այդքանը։ Իսկ տիկին նախարար ձեր տեղակալ ասում էր, որ հրապարակել չհրապարակելու մասով դեռ պետք է ինչ-որ որոշում կայացվի։ Քննարկումներից հետո Ես կարծում եմ, որ կհրապարակվի, իրականում հենց պատրաստ լինենք քննարկել հանրության հետ կարգավորումները, իսկ պետք է լինենք պատրաստ, պետք է հրապարակենք պարզել։ Իսկ հռչակագրի հետ կապված ինչպես է տրամադրվածությունը։ Դեռ չենք որոշել, ամեն դեպքում սա մի հարց է, որ շատ երկար քննարկել ենք։ Այսինքն նոր նախորդիվ ձեզ հետ ենք երկար քննարկել են, դա քննարկել եք եւ պարոն Դատունցն էլ ասում էր, որ դա տեխնիկական հարց չէ, որ մի օրում նստենք որոշենք, այսինքն հանվելու է տիկին Գալյան։ Դե հիմա ես ձեզ չեմ պատասխանի, երբ որոշում կկայացվի գնալ այդ ճանապարհով, ձեզ երբ հրապարակվի կտեսնեք։ Իսկ ինչու պարզ է, որ որոշումը կա, մնում է տեխնիկական բան, ինչու չեք ուզում հրապարակել։ Որոշումը խորհուրդն է ընդունում, խորհրդում այդ հարցը դեռ չի քննարկվել, այսինքն օրակարգում երբևէ չի։ Օրակարգում երբևէ չի, նախարարությունը միշտ այն բանի կողմնակիցն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը երբևէ վտանգի չենթարկվի։ Դե դրանից է բխում էլի, որ հանելու է տիկին Գալյան, այսինքն ձեր ասածը։ Գիտեք, մի բան ասեմ, մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել խորհրդին, որոնք չեն ընդունվել խորհրդի կողմից։ Ես հիմա չեմ խոսում, որ մենք առաջարկելու ենք կամ չենք առաջարկելու։ Ձեր առաջարկից եմ հարցնում։ Դա էլ պարզ չէ, մենք չենք ձևավորել այդ օրակարգը դեռ, բայց իրականում շատ ժամանակից եւ մեզնից, այսինքն մենք երբ հարմար գտնենք, դա ներկայացնելու ենք խորհրդի քննարկմանը եւ ի վերջո հրապարակելու ենք տեքստը, ոչ մի ինտրիգ, ոչ մի խնդիր չկա այստեղ իրականում, ինտրիգներ մի փնտրեք այնտեղ, որտեղ որ չկա։ Մենք շատ բաց ենք եւ անկեղծ, հարցնում ենք հանվելու։ Մենք շատ բաց, դե ախր ես չգիտեմ, դուք ինձ տալիս եք հարց, որին եթե ես հիմա պատասխանեմ եւ հետո Աստված մի արասեք, լավ դե եկեք այդպես մտածենք, ես պահում եմ ինտրիգ, սիրելիներ, կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ մենք չհրապարակենք սահմանադրության նախագծի տեքստը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։